Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյանից մենք սկսենք մեր ուղիղ եթերը, վերահեռարձակող կազմակերպությունների խնդրանքով մեզ անհրաժեշտ է մեկնարկից մի քանի վայրկյան հետո սկսել բուն բովանդակությունը, որպեսզի տեխնիկապես իրենք զուգահեռ ուղիղ եթերը ապահովեն։ Ուրեմն, ինչպես ես նախապես խոստացել էի, այսօրվա թեմատիկ զրույցը կվերաբերվի 2023 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, որը վերաբերում է պատերազմական հանգամանքների ուսումնասիրությանը 44-օրյա պատերազմի, հունիսի 20-ին հայրենիքի գողի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած զեկույց կոչվածով ընթերցանությամբ, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ զազրախոսության եւ դատարկախոսության մի ամբողջություն։ Եվ նրանք որոշել են դա շարունակել վաղը հունիսի 27-ին հարց ու պատասխանի միջոցով։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք ինչի որոշեցին հունիսի 20-ից սկսեն ու ընդհատեն։ Ակնհայտ էր մի բան, որպեսզի տեսնեին հասարակության արձագանքը, մարդիկ այդ զազրախոսության, դատարկախոսության հատկապես որ հանգամանքների վրա են ուշադրություն դարձնում, հասարակությունը որ մահացն է դարձնում առավել քննարկման առարկա, որ որոշեն թե որ հարցը գրեն, որ պատգամավորի ձեռը տան, որ հարց ու պատասխանով փորձեն այդ ամեն ինչը լրացնել։ Նախ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, որ այդ հանձնաժողովը կոչվում է քննիչ հանձնաժողովը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարի 10-ին միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության 47 պատգամավորների նախաձեռնությամբ եւ պետք է աշխատանքները ավարտած լիներ արդեն 2022 թվականի օգոստոսի 10-ին։ Երկու անգամ այդ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացրել են եւ հասցրել են մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 3-ը։ Այդ հանձնաժողովը ղեկավարում է նույն տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը, որի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովը այդպես էլ զեկույց մինչ օրս չի ներկայացրել։ Հետաքրքիր է նաև մի բան, նորից չեմ ուզում անդրադառնալ մեզ սրանց կազմին եւ այլն, որ այս հանձնաժողովին հրավիրել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցելու։ Սկզբնական շրջանում դրան մասնակցել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը ինչ որ մի պահից դադարեցրել է իր մասնակցությունը այդ հանձնաժողովի աշխատանքներին, այսինքն նրա ներկա չնելը պատճառն չի, որ ինքը հիմա Արցախում է, այլ որ ինքը շուտվանից է որոշել, որ այլևս սրան լուրջ չի վերաբերվում։ Մնացած ոչ մի արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ դրան չի մասնակցում, բացառությամբ մեկի, մի հատ անհասկանալի կուսակցության, այսպես ասած, ղեկավար Դավիթ Սանասարյանի, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետին ենթակա, ուրեմն պետական վերահսկողական ծառայության ղեկավար եւ շատ կարճ ժամանակ աշխատելուց հետո կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվելով ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է, քրեական գործ առուցվել եւ ստիպված է եղել պաշտոնին հրաժեշտա։ Եվ հիմա սա մասնակցում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գրեթե բոլոր արտախորհրդարանական կոչված ներկայացումներին իր գործած հանցանքների պատասխանատվությունից ըստ էության խուսափելու նպատակով։ Հետաքրքիր է, որ հանձնաժողովի նիստում նախորդ Նիկոլ Փաշինյանը ինքն է ասում, որ մասնավորապես Շուշիի անկման հետ կապված հարուցված են մի շարք քրեական գործեր եւ հիմա իրականացվում է նախաքննություն։ Սա այն դեպքում, երբ որ օրենքով հստակ ասում է, որ բոլոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկա չեն կարող դառնալ այն հարցերը, որոնց վերաբերյալ իրականացվում է նախաքննություն, որովհետեւ ազգային ժողովը դա քաղաքական մարմին է, հետեւաբար քաղաքական մարմինը չի կարող գնահատական տալ իրավական գործընթացների, որոնք արդեն տեղի են ունենում։ Հակառակը դա կարող է ազդի դրանց վրա։ Ուրեմն որոնք են եղել 2023 թվականի հունիսի 20-ի
վարչապետի կոչվածի հայրենիքի գողի ելույթի հիմնական գաղափարական թեզերը։ Մեղադրել նախկին բոլոր իշխանություններին, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, բանակցային գործընթացի համար եւ մեղադրել բանակի հրամանատարությանը զինվորականներին պատերազմի ընթացքի համար։ Հարկ է նկատել, որ նրա ելույթի 3 ժամ 18 րոպե ընդհանուր տևողության ելույթի 2/3-ը գրեթե գերակշիռ մասը վերաբերել է բանակցային գործընթացին իր ներկայացրած մանրամասնություններին, որոնցից մի զգալի մասը պայմանավորված դրանց ոչ արդիական լինելու հանգամանքներով, նույնիսկ բանակցային գործընթացի որևէ փուլում արդեն արդիական չլինելու հանգամանքներով, անիմաստ դատարկախոսություն են իրանից ներկայացրել։ Հիմա բանակցային գործընթաց։ Ուրեմն ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա 2018 թվականին իշխանության գալուց հետո հարկ չի համարել Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի մասին հանդիպումներ ունենալ վերջին 20 տարում հայկական կողմի անունից պաշտոնապես հանդես եկած եւ ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարած հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա շատ կարճ զրույց է ունեցել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ որևէ հանդիպում չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում 10 տարի աշխատած նախարար Վարդան Օսկանյանի հետ։ Այսինքն հայկական կողմից հիմնական բանակցողների, նախագահների եւ արտգործնախարարների հետ, որոնց ինքը համարում է, որ նրանք փորձագիտական մակարդակով տիրապետել են այդ տեղեկատվության, այսինքն փորձագիտական մակարդակով ըստ իրեն տիրապետել է նաև Արկադի Ղուկասյանը, որի հետ նույնպես ինքը ոչ մի հանդիպում չի ունեցել։ Ալեքսանդր Արզումանյանը, որը դեսպան է, Հայաստանում չի գտնվում հիմա, բնականաբար դրա հետ էլ որևէ առնչություններ չի ունեցել, իդեպ դրան դեսպանը նշանակել Սերժ Սարգսյանը։ Եվ պարզվում է, որ այս ամբողջ փորձագիտական մակարդակով տիրապետողներից նա շփվել է միայն Ժիրայր Լիպարիցյանի հետ, որի թուրքական հատուկ ծառայությունների հետ ունեցած առնչությունները, փոխհարաբերությունները եւ այլն մամուլում բազմիցս դարձել են քննարկման առարկա։ Ուրեմն ինչ է սրա հիմնական թեզերից, այսինքն նախ ասենք ինչ է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում բանակցությունների մասնակիցների իմաստով իր ինֆորմացիայի միակ աղբյուրը փաստորեն դա եղել է Իլհամ Ալիևը։ Որտեղ նա ոչ Սերժ Սարգսյանի հետ է խորհրդակցել, որ իմանա ինչ են բանակցել, հայկական կողմը ինչ տեսակետներ է ներկայացրել, ինչ ձեռքբերումներ է ունեցել, որոնք են մեր թույլ տեղերը, եթե այդպիսիք կան։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սա միայն Իլհամ Ալիևի հետ է հանդիպել, որ առաջի հանդիպումից հետո իր վրա թողել է շատ կիրթ եւ կառուցողական մարդու տպավորություն։ Ուրեմն հիմնական թեզերից մեկը, որ Լեռնային Ղարաբաղը ըստ իրեն դուրս է մնացել բանակցությունների գործընթացից եւ այդ հարցում նա մեղադրում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ինչպես է մեկնաբանում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մասնակից է եղել ու իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը դուրս է թողել, դա այն է, որ ԵԱԿ Մինսկի խումբը ինչ որ ժամանակ գրավոր առաջարկներ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղին, հետո ինչ որ մի պահից սկսած, երբ նախագահ եղել է Ռոբերտ Քոչարյանը, դադարել են այդ առաջարկները ներկայացնելուց։ Սա պրիմիտիվ, դատարկ մեկնաբանություն է, որովհետև բանակցությունների լիարժեք կողմ ասելով պետք է հասկանալ այն կողմին, ով որ անմիջապես մասնակցություն է ցուցաբերում բանակցային գործընթացին։ Այսինքն Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ որ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, ասենք Լեռնային Ղարաբաղի նախագահը Ռոբերտ Քոչարյանը, Արկադիս, ուրեմն մոռացած գամնը, մի խոսքով Բակո Սահակյանը, նրանք մասնակցած լինեն, Արայիկ Հարությունյանը մասնակցած լինեն Ալիևի հետ, Ալիևների հետ, հայր Ալիևը կլներ, որդի Ալիևի կլներ, Արկադի Ղուկասյան, ներեցեք, մի պահ միտքս անջատվեց։
մասնակցած լինեն բանակցությունների Ալիևների հետ, հոր հետ կամ որդու հետ հետագայում, այսինքն Ադրբեջանի նախագահի հետ։ Նման բան պատմության մեջ երբևէ չի եղել, այսինքն երբեք Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ փաստացի չի բանակցել, այսինքն բանակցությունների լիարժեք կողմ երբեք չի եղել, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նրանց դուրս թողնի բանակցություններից։ Եվ դրա մեկնաբանությունը շատ պարզ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո այս հարավային Կովկասում մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցը վիճելի հարց է, այսինքն Լեռնային Ղարաբաղի պետականությունը, քանի որ միջազգայինորեն ճանաչված չի եղել, բանակցություններն իրականացվել են ճանաչված պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այն է Հայաստանի եւ Ադրբեջանի, եւ Մինսկի խմբի համանախագահները հանդես է եկել միջնորդներ, այսինքն Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել բանակցությունների լիարժեք կողմ, որ Ռոբերտ Քոչարյանին էլ մեղադրվի, որ նա բանակցություններից դուրս է թողել, ոչ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը բանակցությունները վարել են որպես հայկական կողմի ներկայացուցիչներ։ Եվ սա խիստ օրինական է ու տրամաբանական, հիմնված Հայաստանի անկախության հռչակագրի վրա, որովհետև անկախության հռչակագրով Հայաստանն ու Ղարաբաղը ըստ էության վերամիավորված եւ այդ միավորման արդյունքում ստեղծված պետություն է, Հայաստանի Հանրապետություն, որ ուզում ենք իմանանք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը անհրաժեշտ էր հասկանալու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության կազմում, ոչ թե Ադրբեջանի, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ հուսանք, որ մեզ կհաջողվի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել եւ երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Այդ հույսերը դեռևս մենք իրավունք ունենք ունենալու, եթե մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից։ Իսկ ինչա տեղի ունեցել, ասենք օրինակ, վերջին 10 տարում մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Այն ինչ որ ես կասեմ, դա եղել է բոլորիս աչքի առաջ։ Համանախագահող երկրները, համանախագահները, դեսպանները, ինչքան որ այցելել են տարածաշրջան, նրանք եղել են եւ Բաքվում, եւ Երևանում, եւ Ստեփանակերտում։ Այսինքն Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահի հետ, Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահի հետ, եւ ոչ միայն նախագահների հետ։ Հանդիպել են Արցախի ազգային ժողովի նախագահին, արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, պաշտպանության բանակի հրամանատարին, համանախագահները անձամբ։ Եվ եթե նրանք Ստեփանակերտ չեն այցելել, չնայած բազմաթիվ անգամներ են համանախագահները այցելել Ստեփանակերտ, ապա Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներն են եկել Երևանում հանդիպել նրանց հետ։ Այսինքն Լեռնային Ղարաբաղը մշտապես եղել է բանակցությունների կողմ։ Միակ բանը, որ մենք կարող ենք ասել, որ նա լիարժեք կողմ չի եղել, որ Արցախի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ չի բանակցից, դա երբեք չի եղել։ Բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը ինչքան որ մեկնել է Ալիևի հետ բանակցությունների, մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Արցախի իշխանությունների, Արցախի նախագահի հետ, ներկայացրել է նրան այցելության նպատակը, օրակարգը։ Հանդիպումից հետո կամ ինքն է այցելել Արցախ, կամ Երևանում են հանդիպել, կամ հեռախոսազրույցով տեղեկացրել է Արցախի նախագահին եւ Արցախի իշխանություններին բանակցությունների, կոնկրետ տեղ ունեցած բանակցությունների ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Այսինքն Արցախը ողջ ժամանակաշրջանում ընդգրկված է եղել այդ process-ում։ Իսկ սա ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ից, Լեռնային Ղարաբաղը նույնիսկ կարող ենք ասել տեղեկացված չի եղել բանակցությունների մասին։ Լկտի սուտ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջական տեղեկատվություն են ունեցել իրենցից համանախագահողներից անձամբ։ Սա կեղտոտ սուտ է, որ ներկայացնում ասա ինչպես Ղարաբաղին բանակցությունների գործընթացից դուրս թողնելու եւ դրանով սուվերենությունը վնասելու իմաստով։ Ուրեմն ավելին, այս էլ մի կարևոր բան եւ այս մասով վերջացնեմ։ Սերժ Սարգսյանը բացի դրանից, որ տեղեկացրել է բանակցությունների մասին,
Համանախագահողն իրենք են տեղեկացրել, նաև մի կարևոր հայտարարություն արել, որ ինքը չնայած այն բանին, որ բանակցությունները վարողն է հայկական կողմի անունից, բայց ինքը միայն բանակցություններ վարողն է, միևնույնն է վերջնական որոշումը ցանկացած հարցի վերաբերյալ պետք է կայացնի Արցախի ժողովուրդը։ Եվ այդ հանրաքվեի գաղափարը, որ քննարկվել է բանակցությունների ընթացքում, որ ինչ որ մի этаպում պետք է անհրաժեշտության դեպքում հանրաքվե անցկացվի, դա հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմիջական մասնակցությամբ որոշումների ընդունման ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է խոսքը։ Մյուս թեզը, որ սա առաջաքաշ է իր ուրեմն զազրախոսության ընթացքում, այսպես կոչված Մեղրի ծրագիր, Մեղրի փոխանակումը Ղարաբաղի դիմաց։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Մեղրի շրջանի հանձնումը Ադրբեջանին եւ Ղարաբաղի ամբողջական, այդ թվում Լաչինի շրջանով ամբողջությամբ այլ տարածքներով Հայաստանին հանձնելու գաղափարը պատկանում է ամերիկյան քաղաքագետ Փոլ Գոբլին, որը ԽՍՀՄ ազգությունների հարցերով զբաղվող ամերիկացի փորձագետ վերլուծաբան է։ Այսինքն ոչ ԱՄՆ նախագահն է եղել, ոչ ԱՄՆ պետքարտուղար է եղել, ոչ համանախագահող դեսպանը, ընդամենը ամերիկացի մի փորձագետ իր մտքում գաղափարը առաջ քաշել, դա էլ ակնհայտ հակաիրանական ամերիկյան շահերից բխող մի գաղափար, որ Իրանը կտրվի դեպի Եվրոպա դուրս գալու հնարավորությունից Հայաստանի հետ ընդհանուր ցամաքային տարածք ունենալու հնարավորություն։ Այդ գաղափարը երբեք ռեալ կյանքում բանակցության առարկա որպես այդպեսին չի եղել, այսինքն գաղափար է եղել, որը քննարկվել, այսինքն ներկայացվել է հայ հանրությանը, հետևաբար եթե հանրային շրջանակներում քննարկվում է, քննարկվել է նաև քաղաքական շրջանակներում, բայց դա իրական բանակցային առարկա երբեք չի եղել։ Մինչև հիմա Մեղրին հայկական է եւ ոչ մի օր նրա կարգավիճակի փոփոխության անգամ տարրեր չեն հայտնվել։ Հիմա է որ Մեղրին վտանգված է եւ ոչ միայն Մեղրին, այլ ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորը, որը Ալիևը պայմանականորեն անվանում է Էրդողանի հետ Զանգեզուրի միջանցք, իսկ Նիկոլ Փաշինյանը ծափահարում է, երբ որ դրանք փաթաթվում ու գրկախառնվում են իրար։ Նման բան երբեք չի, եւ սա ինչ է ասում։ Ասում է, որ իր խոսքում ասում, որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ըստ էության իրենց կյանքով փոխհատուցեցին այդ գաղափարը։ Ուզում է կապի իր խելքով եւ այդ թեզը վաղուց է շրջանառվում հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը տենց են չէ ներկայացնում մեր լայն հասարակական շրջանակներում, իրենք դեմ են եղել Մեղրին հանձնելուն եւ դրա համար էլ տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հիմա այս ցնդաբանության տեսակետը պաշտպանողներին ուզում եմ մի տրամաբանական հարց տալ։ Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվել են Մեղրի համար, նշանակում է նրանց չեզոքացրել են, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Բայց ո՞նց է որ նրանց մահից հետո այդ խնդիրը ոչ մի փոփոխության, ոչ մի քննարկման առարկա չի դարձել։ Այսինքն եթե նրանք էին խանգարում եւ ըստ այդ վարկածի հեղինակների նրանց սպանել են, որպեսզի նրանք խոչընդոտ չհանդիսանան, նշանակում է հոկտեմբերի 27-ից հետո այդ ծրագիրը պիտի իրագործվի, չէ՞, տրամաբանությունը դա է հուշում։ Իսկ հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը դեռ 10 տարի էլ ղեկավարել է Հայաստանը։ Բայց ո՞նց է որ այդ գաղափարը երբեք բանակցությունների առանցքում չի հայտնվել, դրա վերաբերյալ որոշումներ չեն կայացրել, եթե այսպես ասած խանգարողներին արդեն վերացրել էին։ Եվ այդ հիմար գաղափարը նաև առաջ է բերում, չեմ ուզում դրան ասեմ էլի, Վազգեն Սարգսյանի եղբայր, որպեսզի Վազգեն Սարգսյանի հիշատակը չարատավորեմ, չեմ ասում քաղաքական գործիչ, որ չստացվի, որ նա քաղաքական հարաբերություններում արժեք է ներկայացնում։
Այսինքն հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ նշանակված մարդու մասին է խոսքը, որը գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մի շատ ճիշտ բնութագրում են տվել երկրապահի համագումարներից մեկի ժամանակ, որից ինքը չի հրաժարվել։ Հոպելոն ասում է, որ իրեն Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից հեռացրել է, չգիտեմ, զարմանալի էր քեզ այդ պաշտոնում նշանակելը, ոչ թե այդ պաշտոնից հեռացնելը։ Ինչ արժանիքներ դու ունեիր ընդհանրապես վարչապետ դառնալու համար։ Ընդամենը հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի թիմակիցների համախոհների պահանջով սա նշանակվել է վարչապետ, սրա ընկերը նշանակվել է գլխավոր դատախազ, գործի քննությունը վերապահվել է Գագիկ Ջահանգիրանին։ Եվ այս ամեն ինչ արվել է միայն մի նպատակով, ոչ թե որ հոպելոն պետություն կառավարի կամ Հայաստանի տնտեսական զարգացման հարցերով զբաղվի, ինչի ոչ ինտելեկտուալ, ոչ կազմակերպական, ոչ մասնագիտական, ոչ քաղաքական ունակությունները ինքը չի ունեցել ու չի կարող ունենա օբյեկտիվորեն, այլ ընդամենը որպեսզի այդ ողբերգության հանգամանքները պարզեին։ Հիմա բոլորն էլ ողջ առողջ են։ Որ մեկն է ասում, որ հոկտեմբերի 27-ի ողբերգության պատճառները ինչ են եղել։ Այսինքն այս մեղրի այսպես կոչված գաղափարը այսօր 2023 թվականին բերել քննարկման օրակարգ, դա ընդամենը մարդկանց ուշադրությունը անմիտ դատողություններից շեղելու փորձ է։ Մյուս թեզը, որ սա քաշում է, որ Ղարաբաղի անկախությունը երբեք չի ընդունվել, ավելին բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, վկայակոչելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրերը, վկայակոչելով այլ փաստաթղթեր Ալմաթայի հռչակագիրը։ Նախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ 4 հայտնի բանաձևերի մասին։ Այսինքն սրանք բոլորը մաքուր ադրբեջանական թեզեր են, որոնց ադրբեջանական դիվանագիտությունը փորձել այս տարիների ընթացքում առաջ մղի դիվանագիտական հարթություններում եւ ոչ մի տեղ հաջողությունների չի հասել, ոչ մի տեղ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն հետ ողորմյա պատերազմի այդ ողբերգությունից, այդ կործանարար հետևանքներից հետո դրանք ուզում է բերի հիմնավորումներ ներկայացնի դրանց։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը ընդունած պետությունները այդ բանաձևերը ընդունելուց հետո ստեղծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը միջազգայինորեն ընդունված միակ ձևաչափն է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում։ Հիմա հարց. Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ն են, իրենք տեղյակ չեն եղել, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինչ փաստաթղթեր ու բանաձևեր է ընդունել։ Բայց եթե տեղյակ են եղել եւ տեղյակ լինելուց հետո են որոշում կայացրել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ ստեղծելու եւ բանակցություններ վարելու համար, այլ ինչի մասին է խոսքը, այլ ինչ արժեք ունեն այդ բանաձևերը, եթե դրանց ընդունող պետությունները իրենք են ստեղծում նոր ձևաչափ բանակցային գործընթաց իրականացնելու համար։ Եթե աշխարհի երկրները, միջազգային կազմակերպությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախ Ադրբեջանի կազմում, այդ վկայակոչելով այդ փաստաթղթ, բայց նշանակում է նրանք պիտի Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառեին, չէ՞։ Ասեն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ասել, Հայաստան դու զարթել ես այլ պետության սուվերեն տարածք եւ դրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն։ Տեսեք, ինչ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, Ուկրաինայում հատուկ գործողությունից առաջ, հիմա Բելարուսի դեմ, նույնիսկ այսօր կարդացի Եվրամիությունը արդեն Հայաստանում գրանցված ընկերությունների դեմ է պատժամիջոցներ կիրառել, որոնց սեփականատերը ռուսական ընկերություններ են հանդիսանում։ Բա որ այդ պատժամիջոցները, այդ ինստիտուտը կա, Հայաստանն էլ որ իբր զավթել էր այդ երկրի տարածք, բայց չի Հայաստանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվել։ Ավելին Հայաստան այդ ժամանակաշրջանում անդամակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ այլն։ Այսինքն սրանք լրիվ դատարկախոսություններ են,
ընթացել է խաղաղ բանակցային գործընթաց, որը ակնհայտ ամբողջ էվոլյուցիան հայկական կողմի շահերից է բխել։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ հակասական լինեն նրա մասին ընկալումները, այդ ռազմական գործողությունների առաջի պատերազմի բոլոր հաջողությունները եղել են նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Ճիշտ է, իհարկե, մենք ունենք փաստեր, որ ասենք Արկադի Ծեր-Թադևոսյանի կոմանդոսի հարցազրույցները, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցազրույցները, որ շատ ռազմական գործողություններում, այդ թվում Շուշի ազատագրման գործողությանը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել։ Դա իրենց մեկնաբանություններն են։ Բայց ակնհայտ է, որ այդ հարցում Վազգեն Սարգսյանը իր անձնական հեղինակությամբ, որը այդ պահին անկեղծ ասած ավելի բարձր էր, քան նախագահի հեղինակությունը, ըստ էության չի ենթարկվել նախագահի այդ սահմանափակումներին, պահանջներին, եւ Արցախում ունենալով հայրենանվեր գործիչներ, ազատագրական պայքարի մասնակիցներ, այդ թվում այդ ժամանակ պետական պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քոչյանը, նրա տեղակալ Սերժ Սարգսյանը, հսկայական գեներալներ, ազատագրական պայքարի մասնակիցներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը կազմակերպել են եւ իրականացրել են այդ ամբողջ ազատագրական գործողությունները, որ մենք, բայց դա եղել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Հետագայում ինքը ակնհայտորեն այլ տեսակետներ է ձևակերպել Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում, որը որակվել է իբրև պարտվողական անվտանգության խորհրդում, որի ղեկավարն ինքն է եղել։ Ինքը արժանացել է լուրջ դիմադրության եւ մարդը, բայց մի կարևոր բան է արել։ Հրաժարական է ներկայացրել, այսինքն ինքը հասկացել է, որ իր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում չունեն աջակցություն նույնիսկ իր թիմակիցների անվտանգության խորհրդի շրջանակներում, ոչ թե գնացել է արկածախնդրության, ոնց որ սա գնաց եւ Արցախը հանձներ Ադրբեջանին, եթե անկախ դրանից, որ ինքը տենց էր պատկերացնում, այլ ասում է, ես չեմ կարող այդ խնդիրը լուծեմ, տղամարդեք, չէ՞ դες մի բան ասեք, գնացեք դուք լուծեք դա։ Եվ արժանապատիվ քայլ է արել, հրաժարական է ներկայացրել նախագահի պաշտոնից եւ դրան հաջորդել է Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարումը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, որ անկախ դրանից, չգիտեմ թե ներքին կյանքում, հանրային կյանքի ինչ խնդիրներ, ինչ խնդիրներ են եղել, բայց Արցախի հարցում, բանակաշինության հարցում, մեր երկրի անվտանգության, պաշտպանության կազմակերպման հարցում, սրանք եղել են այս 20 տարիները բարեբեր ժամանակաշրջան։ Ռոբերտ Քոչյանը արդյունավետ բանակցություններ է վարել, ինչպես Հեյդար Ալիևի հետ, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններն եղել է ըստ էության ամենախաղաղ ժամանակաշրջանը, որի ընթացքում եղել են տևական խաղաղությունը նպաստել է բանակաշինության զարգացմանը, բանակի հիմնական ամրապնդման, սպառազինությունների ձեռքբերման, զորքերի կազմակերպման, բանակում կարգապահության հաստատման, այդ շրջանը այդ մեր աչքի առաջ է եղել։ Այդ թվում զարգացել է երկրի միջազգային համագործակցությունը, բարձրացել է պետության միջազգային հեղինակությունը, Հայաստանը անդամակցել է Եվրոպայի խորհրդին, զարգացել են ժողովրդավարական ինստիտուտներ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էլի շարունակվել է խաղաղ բանակցային գործընթացը։ Ուրեմն ձեռք են բերվել նոր սպառազինություններ, Հայաստանը Իսկանդերա ձեռք բերել, որը որ բարձր ճշտության գեր ժամանակակից զենք է, որը հնարավորություն է տալի Ադրբեջանի ցանկացած ստրատեգիական նշանակության օբյեկտ խոցելը, չասեմ մեծ հարված հասցնել նրանց զինուժին, տեխնիկային եւ այլն, այսինքն պատերազմի ժամանակ երբ որոշել պատերազմի, ինչը չի կիրառվել այս 44 օրվա պատերազմի ժամանակաշրջանում։ Ուրեմն մի մեջբերումա չի արվում Սերժ Սարգսյանը, որ բանակցությունները գտնվում էին փակուղում։ Դա ով էր այդ փակուղում հայտնվածը։ Իլհամ Ալիևը, որովհետև հայկական կողմի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տեսակետները մշտապես համընկել են, մշտապես Իլհամ Ալիևն է դժգոհ համանախագահներից, ասում է, որ այս ձևաչափը սպառելը, անարդյունավետ է, սա խնդրից չի տանում։ Եվ ինչ վիճակ է ստեղծվել, որ Ալիևը հասկացավ, որ խաղաղ բանակցություններով ինքը այդ հարցը ի վիճակի չլուծելու, որովհետև հայկական կողմը չի զիջում իր դիրքերը, միջազգային հանրության մեջ
ինքը չի կարողանում համոզիչ ներկայացնել փաստարկներ, այսինքն հասկացել էր, որ խնդրի դիվանագիտական լուծում ինքը չի կարող ունենալ երբեք։ Եվ դրան հաջորդեց 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմը, այսինքն Ալիևը կանգնելով փակուղու առջև, ձախողելով իր դիվանագիտությունը, գնաց արկածախնդրության, փորձեց 16 թվին այդ խնդիրը լուծի ռազմական գործողություններով, պատերազմով զավթի Արցախը։ 4 օր հետո հասկացավ, որ դա անհնար է, կարա շատ ավելին կորցնի, քան Արցախը զավթելու, Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել է եւ դադարեցվել են ռազմական գործողությունները, դա տևել է ընդամենը 4 օր։ Նիկոլ Փաշինյանն ասում է, փաստաթուղթ չի ստորագրվել ապրիլյան քարոզիա պատերազմից հետո։ Այդ որ սեպտեմբերի 13-ին, 14-ին, 22 թվի երկօրյա պատերազմ եղավ, փաստաթուղթ ստորագրվել է։ Դա պաշտոնապես պատերազմ չի եղել, որ փաստաթուղթ ձևակերպվի։ Ընդամենը եղել են մարտական գործողություններ, որոնց ժամանակ հայկական զինված ուժերը թշնամուն ցուցաբերել են արժանի դիմադրություն եւ սպառել են Ալիևի մոտ նաեւ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հեռանկարն ու գաղափարը։ Ու դրա արդյունքում մենք ինչ ենք ստացել եւ մենք ինչ ունեինք, ազատ Արցախ, պաշտպանված Հայաստանի հետ ըստ էության որպես մեկ միասնական պետություն, եւ Ալիևը տեսնելով, որ դիվանագիտորեն չի կարող խնդիրը լուծի, ռազմական ճանապարհով չի կարող լուծի, ստիպված գնաց երրորդ քայլին 2018 թվականին Հայաստանում իրականացնել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, ինչի մասին նա հայտարարել է 2018 թվականի հուլիսի 10-ին, այսինքն այդ հեղափոխությունից կարճ ժամանակ անց ասել է, որ իրենք մասնակից են եղել Հայաստանում իշխանափոխությանը եւ դա հրաշալի առիթ է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար։ Սա է իրականությունը։ Եվ ես ուզում եմ ձեզ մի բան էլ հիշեցնեմ, որ այս ընթացքում Հայաստանը ոչ միայն անդամակցել է ԵԱՏՄ-ին, այլև Հայաստան հայ գործիչները ղեկավարում էին Ռուսաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ երկու միջազգային կազմակերպությունները։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Արցախյան պատերազմի մասնակից մարտական գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովն էր, ԵԱՏՄ-ի նախարարների խորհրդի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ընդ որում ԵԱՏՄ-ին անդամակցելուց հիշեք, Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը մի նամակ հրապարակեց եւ ասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է դիմել մեզ, ասում է, որ եթե դուք մտնում եք ԵԱՏՄ, ինչ տարածքով եք մտնում, Լեռնային Ղարաբաղի հետ դուք առանձին մաքսային սահման ունեք, մաքսային հսկողություն անում եք, թե չէ, փաստորեն Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ է մտնում ԵԱՏՄ, թե ոչ։ Դրան ի պատասխան Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջև առանձին մաքսային սահման գոյություն չունի, Հայաստանը եւ Արցախը դա միասնական տնտեսական տարածք է, եւ այդ բացատրությունը լսելուց հետո ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունների ղեկավարները եւ Ռուսաստանի նախագահը եւ Բելարուսի եւ Ղազախստանի միաձայն կողմ են քվեարկել եւ Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին։ Սա է այս իրողություններն է, որոնք տեղի են ունեցել մինչեւ իրեն։ Իսկ 2018 թվականից հետո ինչա տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մայիսի 8-ին սա ընտրվել է Հայաստանի վարչապետ, մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել է, որ ինքը իրավասու չի բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախը առանձին պետություն է, Արցախի բնակիչները Հայաստանի ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար ինքը լիազորված չի բանակցել Արցախի անունից։ Արցախի անունից կարող են բանակցել միայն Արցախի ընտրված ղեկավարները։ Ուրեմն այս թեզը ինչա փաստացի նշել, ընդ որում սա ինքը զարգացրել է, սրա մասին խոսել է եւ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում 100 օրվա պաշտոնավարման հանրահավաքի ժամանակ եւ կառավարության ծրագիր ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ եւ երկրորդ անգամ կառավարություն, այսինքն սա իր հիմնական թեզն է, որ ինքը Արցախի անունից բանակցելու իրավունք չունի։ Ինչա սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինքը միակողմանիորեն խախտում է միջազգայինորեն ընդունված բանակցային ձևաչափը, այսինքն միջազգայինորեն ինչ էր ընդունված, որ բանակցողներն են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ղեկավարները, նախագահ հիմա վարչապետ։
Համանախագահներն են, միջնորդներ են։ Հիմա այս բանակցողներից մեկը ասում է ես չեմ բանակցում ու դուրս է գալի բանակցությունից։ Սա կարա արդյունավետ լինի միայն այն դեպքում, երբ որ ինքը քննարկել Իլհամ Ալիևի հետ, համանախագահների հետ եւ իր փոխարեն բանակցությունների սեղանի շուրջ նստածներ Բակո Սահակյանին։ Բայց նա դա չի արել, այսինքն ինքը չի նույնիսկ այդ գաղափարը, որ հրապարակային հայտարարել, նույնիսկ չի քննարկել նրանց հետ։ Ու արագ արձագանք է ստացել, որ նրանք ասում են եւ համանախագահողները եւ Ալիևը եւ Եվրամիությունը ասում են, որ մենք չենք ընդունում բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն։ Այսինքն իրեն են շարունակում դիտել որպես բանակցող, բայց ինքը փաստացի դուրս է գալի բանակցային գործընթացից։ Հիմա հարց. եթե գոյություն ունի կոնֆլիկտ, ու այդ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը չի բանակցում, դրա հետևանքը ի՞նչ է։ Պատերազմ, դա այնքան պարզ բան է, այնքան պարզ, որ երեխա ալնես, արդեն հերիքա որ հասկանաս։ Բացի դրանից, 2019 թվականի ապրիլի 8-ին կա սրա հայտնի մեկ այլ թեզը, որ ասում է ես բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից։ Սա առհամարական վերաբերմունք է, իրան թվում է, թե ինքը այդ ձևով Սերժ Սարգսյանի բանակցային վաստակն է փորձում նսեմացնի, իրան նսեմ հալով։ Բայց սա իրականում նշանակում է նսեմացնել եւ զրոյացնել ամբողջ այս տարիների ողջ բանակցային արդյունքը։ Այսինքն եւ Իլհամ Ալիևին իր հալով նսեմացնում արկածախնդրության տանելով եւ համանախագահող երկրներին, որովհետեւ նրանց միջնորդությամբ են տեղի ունեցել այդ բանակցությունները։ Եվ եթե ասում եմ զրոյական կետից եմ սկսում, այսինքն զրո են, մինչև այդ ինչ որ եղել է, դա զրո։ Բա որ այդ մինչև եղածը հիմա զրո է։ Այս ազգային ժողովում հունիսի 20-ին նստել ես 2 ժամ։ Դու ինչի մասին ես պատմում։ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածներից սկսած մինչև քո ելույթների մեջբերումները։ Բա դու չէ որ դրանք զրոյացրել ես։ Բա դու քեզնից խոսի, քո արածներից խոսի։ Իսկ ինքը ինչ արել, սիրելի հայրենակիցներ, սրանք փաստեր են։ Փաստացի դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի մայիսի 8-ից, այսինքն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել ընդամենը 1 պաշտոնական հանդիպում, 1։ Ուշադիր եղեք, այն Ալմաթա, չգիտեմ, Բիշկեկի վերելակի մեջ, Մոսկվայում, Լուժնիկի ստադիոնում, Մյունխենի գագաթաժողովում, Դավոսի տնտեսական ֆորում, դրանք բանակցություններ չեն, դրանք պատահական հանդիպումներ են։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ջանքերով կազմակերպած ընդամենը 1 հանդիպում ա եղել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Այսինքն ամբողջ 2 տարվա ընթացքում սա փաստացի մեր ժողովրդի համար այսքան կարևոր կենսական խնդրով փաստացի չի բանակցել, որևէ բանակցություն չի վարել։ Ընդ որում, սրա հետ միասին արկածախնդրությունների է գնացել։ Հիշեք այդ հայտը, ես էլ չեմ ասում այն բանը, Արցախը Հայաստանն է եւ վերջ այդ հայտարարությունը։ Այն հայտարարությունները, որ ինքը տեսանյութ ունի Ալիևի մասին, հեսա քերապարակի պատերազմին նախորդող կառավարության նիստի ժամանակ է դա ասել, որ ես հայտարարություն կանեմ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը կխառնվի իրար։ Հուլիսյան մարտերը Տավուշում, որ ինքը հրահրել է, երբ որ Օնիկը Գասպարյան հունիսին սրան ասում է զգուշ եղի պատերազմի վտանգ կա, մենք ուժերի բալանսը խախտվել է, եթե պատերազմ լինի, մենք կպարտվենք։ Եվ սրանից հետո նա հուլիսին գնացել է արկածախնդրության, դրա արդյունքները հերոսական հաղթանակ ներկայացրել է Սարդարապատի հուշահամալիրում։ Սրանք բոլորը արկածախնդիր քայլեր էին, իր տղում Արցախ պաշտպանության բանակ ծառայության ուղարկել առաջնագծում։ Ամեն ինչ արել է պատերազմ հրահրելու համար, իսկ պատերազմի ժամանակ փաստացի չի ղեկավար այս պետություն։ Տեսեք ինչ ասում։ Ասում է ինձ համար կարմիր գիծ էր Շուշին։ Ես ամեն օր հանձնարարություններ էի տալի, ասում էի հրամանատարությանը, որ Շուշին չհանձնեք հանկարծ, որովհետև Շուշիի նշանակությունը շատ մեծ էր պատերազմի ելքը որոշելու համար։ Բա որ դու հրամաններ ես տվել, որ Շուշին չհանձնեն։ Բայց Շուշին հանձնելուց հետո, որ դառավ պատերազմի ելքը, այդ զինվորական հրամանատարությանը ինչի պատասխանատվության չի ենթարկեցիր։ Բունկերից ասեցիր Շուշիի համար մեղավորը Գագիկ Ծառուկյանը, հետո ասիր մեղավորը Արթուր Վանեցյանը,
Հետո մի քանի օր անցավ, ասել մեղավորը Սեյրան Օհանյանը, հետո Օնիկը Գասպարյան, երբ որ քո հրաժարականը պահանջեց, ասեցիր Օնիկն է Գասպարյան մեղավոր, հետո հիմա ձերբակալել ես մինչև հիմա կալանքի տակա Միքայել Արզումանյանը։ Բա որ Շուշին կարմիր գիծ էր, այդ հրամանատարները, որ քո հրամանը չէին կատարել։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել, նոյեմբերի 10-ին Օնիկին Գասպարյան պատասխանատվության ենթարկեիր։ Նոյեմբերի 10-ին բունկերից գրում էր Facebook-ում բանակը եւ կառավարությունը մեկ միասնական ամբողջություն են։ Բայց Օնիկը հենց հրաժարական Երդ քո պահանջեց այդ ժամանակվանից Օնիկին հանիր ու սկսիր մեղադրել Շուշի հանձնում։ Բայց եթե դու հրամաներ տվե, հրամանը չէին կատարել, ինչի պատասխանատվության չես ենթարկել։ Հենց նույն օրը, նույն ժամանակ, նույն ամսում ինչի պատասխանատվության չես ենթարկել հրամանատարներին, ով քո կարծիքով իրանք են մեղավոր Շուշի անկման համար։ Որովհետև Շուշին դու ես հանձնել, դիտավորյալ ես հանձնել, այո, շատ լավ հասկանալով որ դա կարմիր գիծ է եւ պատերազմի ելքը որոշում է, որովհետև դու դիտմամբ ես ուզել այդ պատերազմը պարտության տանես, որ կործանես Արցախը եւ Հայաստանը դրա հետ միասին։ Սա ակնհայտ բան է։ Հոկտեմբերի 6-ին, ուրեմն հիմա ինչ տեղի ունեցավ, սրա հանցանքները ոչ մեկը, ես իհարկե հիմա շատ մանրամասը խոսել եմ այս պատերազմի հանգամանքների մասին։ Առաջիկայում դրանք թղթին է հանձնվելու, դա հրատարակվելու է, այս պատմությունը փաստերով է ներկայացվելու։ Ես հիմա չեմ ուզում ձեր ժամանակը շատ խլեմ, բայց նաև հետ պատերազմյան շրջանում սրա գործողությունները այսօր Արցախը ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին։ Բայց եթե դու այս Արցախը պիտի ամբողջությամբ հանձնես, դու նոյեմբերի 9-ին ինչի ստորագրեցիր։ Ինչի հանձնեցիր Քարվաճառը, Լաչինը։ Ինչի հանձնեցիր ստրատեգիական նշանակության տարածքներ Արցախի կապը Հայաստանի հետ։ Հետո շտամում փոխանցեցիր ռազմական նշանակության գաղտնի տեղեկություններ, ականապատ դաշտերի քարտեզները։ 2021 թվականին շրջանցելով ռուսական կողմի միջնորդական ջանքերը, սկսեցին բանակցությունները Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ, օգոստոսի 31-ին հանդիպումը Բրյուսելում Իլհամ Ալիև Շարլ Միշել, անմիջապես դրանից 15 օր հետո ռազմական գործողություններ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 13-14 պատերազմ, այդ պատերազմի ճշմարտ տակ հոկտեմբերի 6-ին ստորագրեցիր հայտնի քառակողմ հայտարարությունը։ Ինչքան էլ զավզակություն անես, ինչքան էլ դատարկախոսես, որ բոլորն էլ ճանաչել են Արցախ Ադրբեջանի կազմում, բոլոր նախկին ղեկավարները փաստաթղթեր են ստորագրվել, Ալմաթա, չգիտեմ ինչ, Զիբիլ, Զերթը Զիբիլ, Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախ Ադրբեջանի կազմում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտարարությունը ստորագրելուց, ինչքան էլ լոլո կարդաս, ինչքան էլ զազրախոսես ու դատարկախոսես, դա դու ես արել հայրենիքի գող, դա դու ես արել եւ շարունակում ես մեր հայրենիքը գողանալով մարդկանց կյանքեր, գողանալով մեր պետության ապրելու իրավունքը, կործանելով Հայաստանի Հանրապետությունը միայն ու միայն քո գարշելի, այրունախում, այրունաբեր եւ մահաբեր իշխանությունը պահելու համար, որը հարստության աղբյուր է քո եւ քո թշնամական խմբի, դավաճանախմբի բոլոր ներկայացուցիչների համար։ Սիրելի հայրենակիցներ, մի բան պարզ է, իմ եզրահանգումներն են։ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի գողն է։ Նա այս 44 օրյա պատերազմի ամենամեծ պատերազմական հանցագործն է։ Նրա պատերազմական հանցակից ընկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Այս երկուսի պայմանավորվածությամբ է ստեղծվել այդ պատերազմը։ Ես չասեցի Դուբայի ԱԱՑ տնօրենների հանդիպումների փակ ծրարների մասին, որը նույնպես ԵԱԿ Մինսկի համանախագահությունը շրջանցելու, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնելու, գաղտնի բանակցություններ վարելու հետևանքներն է։ Նա հայրենիքի գողն է։ Նա այս պատերազմական ամենամեծ հանցագործն է, որի հաշվետվությունը պետք է հնչի ոչ թե ազգային ժողովում իր թիմակից անտռուսիկ Վահագ Ալեքսանյանի կամ Անդրանիկ Քոչարյանի կամ Շիշ Բռնողի կամ չգիտեմ Դավիթ Սանասարյանի կամ Արծրուն Հովհաննիսյանի առաջ։ Նա պիտի պատասխանատվության կրի իրավապահ մարմինների առաջ ԱԱՑ քննչական դեպարտամենտում։ Սա է նրա հաշվետվության վայրը։ Հաջորդը,
նա ինքը տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը տապալել է խաղաղ բանակցային գործընթացը եւ մեր երկիրը մցրել է պատերազմի։ Նա ինքն է հրահրել պատերազմը հուլիսյան մարտերով, դրա արդյունքների փառաբանումով, իր պրովոկացիոն ելույթներով ու հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ կերպով պատերազմը վերածել է ծաղրի առարկայի, հիշեք նրա հայտարարությունները, հայտարարված էր համընդհանուր զորահավաք, բայց նա կամավորականների էր կոչանում, որ տներից սաղավարտներ կամ կաստրուկներ դնեն գլխներին գնան պատերազմի։ Հոկտեմբերի 20-ին, այդ ինքը ասում է 19-ին եղել է վերջին առաջարկը, հոկտեմբերի 19-ից հետո է ինքը նոր կոչ արել, որ մարդիկ կամավոր գնան պատերազմի, անձամբ է դարել հազարավոր երիտասարդների մահվան պատճառը։ Նա պատերազմը տանուլ է տվել դիտավորյալ իր գործողություններով կամ իր անմիտ կառավարման հետևանքով։ Նիկոլ Փաշինյանը առանց հիմքերի մերժել է հրադադարի հաստատման բոլոր առաջարկությունները։ Ինքն է խոստովանում, որ ցանկացած էտապում ամեն յուրաքանչյուր օր, որոշակի օրերի, այդ թվում նոյեմբերի 9-ին, ամեն ժամի ինքը ստացել է ավելի վատ հայրենիքի Հայաստանի համար ավելի վատ առաջարկներ, քան դրանից մի ժամ առաջ, քան դրանից մի օր առաջ։ Օնիկը Գասպարյան սրան ասել է 4 օրից ավել մենք կռվելու հնարավորություն չունենք։ Հոկտեմբերի 7-ից սկսած սա ինքն է խոստովանում, որ մերժել է հրադադարի հաստատման առաջարկները առանց հիմքի, երբ որ զորքը կոտորվում է, երբ որ բանակն ասում է, որ մենք ի վիճակի չենք այլևս դիմադրություն ցույց տանք, սա մերժել է խաղաղության հաստատման բոլոր առաջարկությունները մինչև զորքի եւ բանակի լիակատար ջախջախում։ Ուրեմն սա չի ունեցել դիվանագիտական նվազագույն ջանքեր ու կարողություններ, գոնե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ հայանպաստ որևէ տեսակետ, որևէ դիրքորոշում ներկայացնելու, գոնե թշնամու տրամադրության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման պարտավորություններ դնելու համար։ Այս մարդը ի վիճակի չի ղեկավարել մեր երկիրը, ոչ միայն երկիր, սրան 10 մի հատ ոնց ասեմ, մթերային խանութ, մեր շենքերի մոտի մթերային խանութի տնօրեն 10 այդ խանութը կփակվի, փողերը կուտի, բոլորի հետ կոնֆլիկտի կգնա, այս մարդը ի վիճակի չի ամենափոքր ընկերությունը հասարակ կազմակերպություն ղեկավարի, որովհետև ոչ կրթություն ունի, ոչ դաստիարակություն ունի, ոչ փորձառություն ունի, ոչ խելք ունի, ոչ միտք ունի, հետնել որկրամոլ, հարբեցող, ոնց կարելի է սրան, որը մի փոքր կազմակերպություն չի կարում ղեկավարի, որը իր ընտանիքը չի կարում ղեկավարի, չափահաստղեն եթիմի պես սաղորը փողոցները գցած, ոչ սովորում է, ոչ աշխատում, ոչ մեկի նկատմամբ հսկողություն չունի։ Սա ոնց կարա ղեկավարի ճգնաժամի մեջ գտնվող պետություն այս բարդ ժամանակաշրջանում։ Սա պատուհասած սրան պետքա մի օր շուտ հեռացնել առանց մտածելու։ Ինքն է պատերազմ բերել մեր երկիր։ Հիմա էլ խաբխփում է մարդկանց իբր խաղաղության խոստումներով, ամեն խաղաղության խոստում տալուց նոր պատերազմ է բերում մեր երկիրը։ 2021 թվականի Գեղարքունիքի մարզ, 2021 թվականի Սյունիքի մարզ, Սև լիճ Սիսյան, 2022 թվական Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, ամբողջ պատերազմները, հիմա մինչև հիմա պատերազմը էլ ինչա, որ երասխի վրա քաղաքացիական օբյեկտների վրա են կրակում, 3 ամիսա չի աշխատում, Հայաստանի ամենախոշոր հարկ վճարող ընկերություններից մեկը, Սոտքի ոսկու հանքավայրը, 800 մարդ պարտադիր պարապուրտ, պատերազմ էլ ոնց ալ, էլ ինչն է պատերազմ, եթե ոչ այն, որ կրակում են քո երկրում, ոչ միայն սահմանային միջադեպեր, այլ երկրի տարածքում գտնվող երազք գյուղի մեջ գտնվող քաղաքացիական օբյեկտի վրա մշտական կրակահերթերը, էդի պատերազմ չի, բա ինչա, խաբխփում է մարդկանց խաղաղության անվան տակ ու պատերազմ է բերում, քանի սա իշխանությանը մեր երկրում լինելու է պատերազմ, մեր երկրում լինելու է կորուստներ, մեր երկրում լինելու են մարդկային կորուստներ, մահեր եւ տարածքային կորուստներ։ Մի դեպք կա այս ամեն ինչը փրկելու համար։ Սա այս պատուհաս իշխանությանը հայրենիքի գողին իշխանությունից վռնդելն է։ Ես ինքս նախաձեռնել եմ այդ քայլը։ Դա 2023 թվականի հուլիսի 5-ին
Սահմանադրության օրը, պետական խորհրդանիշների օրը, անժամկետ բողոքի գործողություններն ու հանրահավաքներն են, որը պիտի հանգեցնի նրան իշխանությունից հեռացնելուն։ Երբ որ ես դա ասում էի անցած տարի օգոստոսի 23-ին, մարդիկ տենց բանով են վերաբերում։ Ղազարյան Էդգարն ասաց ժամը 6-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, չտվեց, իսկ իր հետ չհանդիպեց, հետո ինչ ստացակ դրա դիմաց։ Ես ինչ էի ասում էի դժվար ժամանակաշրջանը սա հանդիպումների է գնում, աղետ է բերելու, պիտի գնար Բրյուսելում բանակցությունների, օգոստոսի 23-ին չհավաքվեցինք, մեկ բուրդ չդարձանք, սրան իշխանությունից չհեռացրեցինք, գնաց օգոստոսի 31-ին Բրյուսել, սեպտեմբերին բերեց պատերազմ, հոկտեմբերին ստորագրեց փաստաթուղթը, դեկտեմբերից Արցախը ամբողջությամբ հանձնեց թշնամուն։ Նույն վտանգները հիմա է, Արարատ Միրզոյանը արդեն Վաշինգտոնում է, գնացել է բանակցությունների, հուլիսի վերջին նախատեսվում է նոր հանդիպում Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, դրան հաջորդելու է նոր ռազմական գործողություններ, դրան հաջորդելու է հոկտեմբերին Հայաստանի լիարժեք կապիտուլյացիայի հայտարարությունը, որի անուն իրանք դրել են խաղաղության պայմանագիր։ Եթե հիմա էլ մենք չլսենք այս պրագմատիկ սառը դատողությունների վրա կառուցված կանխատեսումները, որոնք սենց ոչ վերացական են, ոչ էլ սենց եսիմիշ խելքի արդյունք են, պարզ տեսանելի բան է, այս աղետը գալու է հասնի յուրաքանչյուրիս տուն, յուրաքանչյուրիս տուն մեր տան կողքի հարևանը լինելու է թուրք, որովհետև էդ է իրանց նպատակ, էդ է Հայաստանը կործանվում է, փրկելու մի ճանապարհ կա, սրան իշխանությունից վռնդել, վախենում են ումից եք վախենում, աշխարհի ամենավախկոտ մարդն է, աշխարհի ամենավախկոտ, հələ մի հատ հիշեք դրան նոյեմբերինի լույս 10-ի գիշերը, հələ մի հատ հիշեք նրան 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ որ ազգային ժողովի Բաքում 50,000 մարդ էր հավաքվել, ուր են այդ 50,000 մարդը, նրանք խո չեն անհետացել, նրանք խո չեն մտքափոխվել, կան այդ մարդիկ, սիրելի ժողովուրդ, մենք մի օր գոնե, երկու օր, մի շաբաթ պիտի այդ ժամանակը հատկացնենք մեզ, այս փորձանքից, այս աղետից մեզ փրկելու, սա իրական աղետ է, սրան իր իշխանությունից բացի ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում, բոլորիս կարա զոհի, ցանկացած մարդու կարա զոհաբերի, հայրենիքի ցանկացած հատված կարա զոհաբերի, միայն ու միայն իր գարշելի արյունաբեր, մահաբեր իշխանությունը պահելու համար, եւ սրան իշխանությունից միայն ժողովուրդը կարա հեռացնի, սրան այլևս սպառված են եւ իր հրաժարականի ակնկալիքները, եւ իրավապահ մարմինների գործողություններից ակնկալիքները, եւ падգամավորների կողմից նրան անվստահություն հայտնելու ակնկալիքները, վերջ ամենից սպառված է, միայն համաժողովրդական ցասումը, միայն համաժողովրդական ընդվզումը կարա իրականություն դարձնի սահմանադրության երկրորդ հոդվածը, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության յուրացումը կազմակերպությունների եւ անհատների կողմից հանցագործություն է, այդ հանցագործներին պիտի պատժի ժողովուրդը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։